Այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը գլխավոր տոնածառի, տոնական 4 համերգների և մոտ 3 րոպե տևած հրավառության վրա միջոցներ չի խնայել, ծախսելով ավելի քան 40 միլիոն դրամ։ Գումարը հատկացվել է համայնքային բյուջեից, այս մասին դեռ գլխավոր տոնածառի բացման օրը հայտնել էր Տարոն Մարգարյանը։ Երկու փուլով շուրջ 40,000 համայնքային բյուջեի 40 միլիոն համայնքային բյուջեում նախատեսած է, բայց դա չի նշանակում, որ ամբողջությամբ ծախսվելու է, քանի որ դեռ ունենք բարերարներ, աջակցողներ։ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Ստյոպա Սաֆարյանի խոսքով քաղաքային բյուջեն հարստացնող բարերարների անուններն ամեն տարի մնում են առեղծված եւ այդպես էլ հնարավոր չի լինում պարզել, թե կոնկրետ ովքեր են նրանք ու մասնավորապես որքան գումար են փոխանցել։ Արդյունքում ճոխ նշված հերթական տոնակատարությունից հետո չի պարզվում, թե ծախսված միլիոնավոր դրամների որ մասն էր բարեգործություն, որը հարկատուների գրպանից։ Բայց քանի որ մենք տեղյակ չենք մյուս ֆոնդը ինչքան է եւ նաեւ տեղյակ չենք, թե ամբողջ ֆոնդից որքանն է, բյուջեում նախատեսված ընդհանուր ֆոնդից որքանն է ծախսվում կոնկրետ ամանորյա հանդիսությունների վրա, այս պահին դժվար է որևէ գնահատական տալ, թե որ հատվածը որտեղից է գալիս։ Ես կարող եմ ուղղակի ինստիտուտ տալ ենթադրել, որ խոսքը վերաբերվում է առնվազն բյուջեյով նախատեսված միջոցների մասին։ Շռայլ ծախսերի վերաբերյալ քննադատությանն ի պատասխան քաղաքային իշխանությունները հակադարձում են։ Մայրաքաղաքում տոնին են սպասում հազարավոր երևանցիներ։ Ակտիվիստ Կարեն Հարությունյանն ասում է, ինքն ուրախ կլիներ տոնական համերգի համար, եթե քաղաքապետարանը դրանից առաջ լուծած լիներ մյուս խնդիրները։ Դժվար թե մարդիկ հիմա տենց մտածեն, թե ինչ լավ քաղաքապետ է տոնածառ դրեց, բայց մեր վերելակը օրինակ տենց անմխիթար վիճակում է։ Բացի սա ավելի շատ նաև խորհրդանշական իմաստ ունի, որ եթե նման միջոցառումների վրա են նման գումարներ ու այսպես ագահաբար կարելի ասել ճոխամոլությամբ ծախսում, պատկերացնում ենք մյուս ոլորտներում ավելի որտեղ շատ ավելի մեծ գումարներ են ծախսում, ինչ կկատարվի, էլի։ Քաղաքային իշխանությունների խնդիրը ոչ թե բարեգործությունն է կամ համերգներ կազմակերպելը, այլ քաղաքն ավելի հարմարավետ դարձնելը, կարծում է ավագանու ընդդիմադիր անդամը։ Իսկ դա ներեցեք ուղղակի գումարները հրավառությունների, սալյուտների մեջ օդ կրակելով, հաստատապես դրանից Երևան քաղաքի բնակիչների համար քաղաքի հարմարավետությունը չի բարձրանում։ Այնուամենայնիվ Սաֆարյանն ավելացնում է, ոչ ոք դեմ չէ տոները նշելուն, բայց գրպանին համապատասխան։ Ճաշակի առումով այո, իշխող կուսակցությունը համոզված է, որ այն ինչ ինքը անում է տոնական միջոցառումների համար, դա ուղղակի ճաշակի եւ մոդայի վերջին ճիճն է, եւ կոռուպցիոն ռիսկերի առումով այո, սա ամբողջ համակարգի Հայաստանի քաղաքական համակարգի ուղղակի դրսևորումներից մեկն է, որը թույլ է տալիս այդպիսի ծախսերի շրջանակներում նաեւ ուրեմն սեփական գրպանը տրզացնել։ Երևանի զարգացման քառամյա ծրագիրն ընդունվել էր 3 տարի առաջ։ 2016-ը քաղաքապետ Մարգարյանի վերջին հնարավորությունն է իր իսկ ընդունած ծրագիրը կյանքի կոչելու, բայց արդեն պարզ է, որ թղթին գրվածը իրականություն չի դառնա, ասում է Ստյոպա Սաֆարյանը, ավելացնելով, որ քաղաքային իշխանությունները վերջին տարիներին լուծեցին ոչ տրանսպորտի, ոչ կոմունալ հարմարությունների հարցերը, ոչ էլ զարգացավ մետրոպոլիտենը։